Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Բարև ձեզ, առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է պատերազմը շուտով ավարտելու մասին, ինչից հետո նավթի գները, որոնք երեք մի ընթացքում մի պահ հասել էին $120 1 բարելի համար, դա Brent-ի գինն է, իջան մինչև $88-89 1 բարելի համար։ Այս փաստը ըստ ձեզ որքանով է կարևոր Թրամփի ցանկությունների հիմքում ընկած, եթե մենք հաշվի առնենք, որ Թրամփը իրոք ցանկանում է պատերազմը շուտով ավարտին հասցնել եւ որքանով կարելի է այսպիսի արդյունքը, եթե սա կարելի է համարել արդյունք, համարել բավարար ԱՄՆ-ի եւ առաջին հերթին իհարկե Իսրայելի համար։ Քանի Իրանը դիմադրում է եւ հակահարվածները հասցնում պատերազմն ավարտելու մասին խոսակցությունները կարելի է երկակի իմաստով հասկանալ, որտեվ նախագահ Թրամփը բացի ամենից ասում է, որ եթե նրանք անձնատուր չլինեն առանց նախապայմանների, ապա 20 անգամ ավելի հզոր հարվածների առիթը կտան Միացյալ Նահանգներին եւ Դաշնակցին, ուստի պատերազմն ավարտելու վերաբերյալ Թրամփի ասածները պետք չէ հասկանալ այնպես, որ պատերազմը ուր-որեք ավարտվի։ Պատերազմն ավարտելու երկու տարբերակ կա, մեկը Իրանի կապիտուլյացիան է, մյուսը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ ջանքերի բազմապատկումը Իրանի տարածքը ռմբահարելու առումով։ Հետևաբար սա ավելի շատ բորսայում գները տատանելու պոտենցիալ ունեցող հայտարարություն է, քան իրականության հետ որևէ կապ ունեցող։ Եվս մեկ հայտարարություն, եւս այդ համատեքստում Թրամփը հայտարարել է, որ Օրմուզի նեղուցը, որը ըստ իրանյան կողմի, ըստ Թեհրանի փակ է, գտնվում է ամերիկյան վերահսկողության տակ եւ այս պահին անխափան գործում է։ Նա եւս նշել է, որ դիտարկվում է Վաշինգտոնը դիտարկում է հնարավորություն, երբ որ Օրմուզի միջանցքը վերջնականապես ԱՄՆ վերահսկողության տակ կդրվի։ Սա էլ է այդ նույն տրամաբանության մեջ։ Սա արդեն խոսքերի պատերազմ է, որտեղ իրանյան կողմն էլ հայտարարում է, որ Օրմուզի նեղուցը լիովին վերահսկվում է եւ թող մեկը բախտը փորձի առանց Իրանի թույլտվության այդ Օրմուզի նեղուցով անցնի։ Հետևաբար ունենք Թրամփի խոսքը իրանական կողմի խոսքի դիմաց, որոնցից եւ որևէ մեկին 100% վստահել չարժի։ Եվս մեկ հայտարարություն այդ դեպքում Իրանի այդ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Իրանը կարող է եւ պատրաստ է 20 անգամ ուժ գնացնել հարվածների ալիքը։ Սա էլ է հրետորաբանության մի մասը։ 20 թիվը մի տեսակ ընդհանուր դիսկուրսի մեջ մտած բան է, որովհետև 20-ը նաև կարծեմ նախագահ Թրամփն է օգտագործել։ Դե էլի խոսքերի պատերազմ է։ Ոչ մեկ իրականում չգիտի Իրանի արկա պոտենցիալը որքան մեծ է, բայց դատելով նրանից, որ այնուամենայնիվ Իսրայելի ռմբահարումները եւ ծոցի երկրների, արաբական երկրների տարածքը դեռևս շարունակում է մնալ Իրանի հարվածների թիրախում, հետեւաբար կարելի ասել, որ Իրանը որոշակի պոտենցիալ դեռևս պահպանել է։ Տեսնենք, թե ում խոստումները քանի կոպեկ արժեն։ Եթե մենք այս հրետորաբանությունը դնենք մի կողմ, պարոն Մելիքյան, եւ խոսենք իրողություններից, այս իրողությունները հետեւյալն են այս պահին, Ալի Համենեի սպանված որդին է նշանակվել Իրանի ռահբար եւ ըստ տարբեր տեղեկությունների, որոնք տարածվում են, նա առնվազն ոչ պակաս կղերական է եւ ոչ պակաս իսլամական արժեքների ամենայն դեպս այդպես է իրեն դիրքավորում, դավանորդ է, որքանով է եղել է իր հայրը
Այս նշանակումը ինչի մասին է խոսում։ Սա մենք կարող ենք ընկալել որպես Իրանի վճռականության արտացոլում եւ այն, որ Իրանը իրականում չի պատրաստվում ընկրկել կամ հանձնվել։ Այո, Համենեի որդու ընտրությունը այդ ռահբարի պաշտոնում վկայում է, որ իշխող վերնախավը Իրանի նպատակ ունի չնահանջել եւ շարունակել կռիվը եւ այդ առումով ազգանվան ժառանգականությունը մի տեսակ նաեւ խորհրդանշական է գործող ռեժիմի գերապետության հավերժության տեսանկյունից։ Այսինքն անգամ սպանված ռահբարի ազգանունը խորհրդանշորեն շարունակում է նրա գործը։ Արդեն կենթանի մարմնավորման։ Ամերիկացիները պետք է նորից Համենեի հետ բանակցություններ վարեն։ Այո, սա եւս կարծում եմ, որ պատահական չէր այս ընտրությունը, սա ոչ միայն կապված էր կոնկրետ անձնավորության, անձնական արժանինքների կամ մոտեցումների, սկզբունքների հետ, պարունակում էր նաեւ այս խորհրդանշական խորհուրդը, ինչը ընդհանրապես Իրանի բնորոշ բան է։ Եվ երեք տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի հեռախոսազրույցը, նրանք քննարկել են Իրանի հետ պատերազմը, Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը եւ շատ հետաքրքրական է ինչու հենց այս պահին Թրամփը կամ չգիտեմ միգուցե նաեւ Պուտինը որոշեցին այդ հեռախոսազրույցը ունենալ։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ինչ ընդհանուր հարցեր ունեն այս պահին, որոնք քննարկման ենթակա են ըստ իրականում։ Դե ըստ էության նրանք արդեն տևական ժամանակ են համագործակցում, դեպ նաև արժի հատուկ ընդգծել, որ հենց վերջին շրջանում խոսակցություններ գնացին առայն, որ ռուսական կողմը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին, ամերիկյան թիրախների վերաբերյալ տեղեկատվություն է տալիս, նաև ժամանակակից պարազինություն է փոխանցել Իրանին, եւ մի տեսակ Իրան Միացյալ Նահանգներ Ռուսաստան փոխադարձ հարաբերությունների մեջ հիմա հաշիվը դարձավ 1-1, որովհետեւ եթե մինչ այդ Թրամփն էր ռուս-ուկրաինական պատերազմում միջնորդում պատերազմը դադարեցնելու առումով, հիմա Ռուսաստանն է իր ծառայություններն առաջարկում Թրամփին Իրանի հետ կապված այս հասկայական ճգնաժամը պարբերելու համար։ Եվ այդ առումով նաև տեսանք, որ Թրամփը ռուսական նավթի հանդեպ պատժամիջոցները Հնդկաստանի համար վերացրեց եւ հայտարարեց, որ դիտարկում է պատժամիջոցներն առհասարակ վերացնել Ռուսաստանի հանդեպ նավթային ոլորտում առնվազն։ Ես կարծում եմ, որ մարդիկ իրար լավ էլ հասկանում են, լավ էլ փոխադարձ շահերը հաշվի են առնում եւ այդ շահերը փոխադարձաբար առաջ մղելուն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնում են զգուշավոր մի կողմից, մյուս կողմից այդ քայլերը ամիջապես միջազգային հարաբերությունների այդ ողջ միջավայրը ցնցումների են վերածում։ Նրանցից յուրաքանչյուրը դրանց իր շահույթը ունի, եւ Թրամփը եւ Պուտինը։ Ըստ ձեզ Թրամփի եւ Պուտինի միջև հասկանալի պատճառներով ինձ թվում է այդ մասին երբեք չի հիշատակվում Չինաստանի մասով, Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների մասով բանակցություններ գնում են, քննարկվում են այս հարաբերությունները։ Դա Ռուսաստանը արդեն իսկ Ուկրաինայում պատերազմը սկսելով մեծագույն հակաչինական գործողություն իրականացրեց, որը Միացյալ Նահանգների շահերից էր բխում, որտեղ մեծ հաշվով Ռուսաստանի տարածքով չինական ապրանքային տրանզիտը դեպի Եվրամիության երկրներ խոչընդոտվեց առնվազն։ Դարձավ նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման առիթ, որը Ռուսաստանի ողջ ցամաքային սահմանի երկայնքով այսօր արդեն դիրքավորված ռազմաքաղաքական ալյանս, այսինքն Ֆինլանդիայից մինչև Ռումինիա առնվազն, Թուրքիան էլ իր հերթին, այդ ամբողջ տարածքը մեծ հաշվով ռուսական ցամաքային տրանզիտի համար
վտանգավոր տարածք է։ Սահմանը Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև անանցանելի է։ Միակ փոքրիկ դարպասը մնացել է Թուրքիան, որը օգտագործվել է այս ողջ ընթացքում, դրա գինն էլ Արցախը եղավ, Արցախի հանձնումը։ Այնպես որ ռուս-ամերիկյան հարաբերությունները Չինաստանի համատեքստում, Չինաստանի նկատմամբ վարվելի քաղաքականության համատեքստում, ես կարծում եմ հետևյալն է։ Ռուսաստանը իր շահերը առաջ մղելով այն հատվածներում, որոնցում ստացել է Միացյալ Նահանգների համաձայնությունն ու աջակցությունը, ամեն դեպքում հարվածում են Չինաստանի շահերին, բայց Ռուսաստանը Չինաստանի հակառակորդը չեն դարձնում եւ իրավիճակի ներբությունը հենց է։ Պարոն Մելիքյան, շատ հետաքրքիր տեսակետ արտահայտեցիք, երբ որ ասացիք, որ Ռուսաստանը իրականում Ուկրաինայի վրա հարձակվելով գործում է մեծ հաշվով ԱՄՆ շահերի տիրույթում եւ հակաչինական, որովհետեւ հիմնականում փորձագետները նշում են, որ հարձակվելով Ուկրաինայի վրա Ռուսաստանը սկսել է մաշեցնել արևմուտքին եւ սա մեծ հաշվով մեկ բենեֆիցիար ունի եւ այդ բենեֆիցիարը Չինաստանն է, որը կողքից հետ դիտարկում է այս իրավիճակը եւ սպասում է, երբ թշնամու դիակը գետով կանցնի։ Դե Չինաստանը пассив չի սպասում։ Չինաստանը ճանապարհներ է փնտրում նույն այդ Եվրամիության հետ ցամաքային հաստատուն կապ ունենալու խնդրի վրա եւ այդ առումով մեկ գոտի, մեկ ճանապարհ չինական ծրագիրը, որ միլիարդներ արդեն այդ ծրագրի իրականացման վրա ծախսվել է, դեռևս անհրաժեշտ արդյունքը չի տվել։ Եվ չի տալու։ Հասկանալի է որտեղով պետք է անցնել։ Դե հենց դա է խնդիրը, ըստ էության հիմա օրինակ Հայաստանի իշխանությունները այսպես ինքնագովազդի կարգով ասում են, որ արևելք-արևմուտք ուղին այսօր անցնում է Հայաստանի տարածքով։ Եվ ցույց են տալիս այդ ինքնաթիռների պատկերը, բայց ցամաքային տրանզիտի այլընտրանքը դեռևս վերջնականապես չի ձևավորվել կամ փորձարարական տարբեր ուրեմն գործողություններ այս կամ այն երթուղով Չինաստանից ապրանքը Եվրոպա հասցնելու համար, բայց դրանցից եւ որևէ մեկը կայուն չէ, իսկ այն որ Իրանի դեմ ռազմագործողությունից Տարածորեն մեկ օր առաջ սկսվեց Պակիստան-աֆղանական պատերազմը, սա այդ բոլոր ճանապարհների հեղեղուկ լինելու ցուցիչներից մեկն է, նաև որտեղ օրինակ Չինաստանը Պակիստանին կապող մեկ ցամաքային ճանապարհ կա, Կարակորումի մայրուղին, որը անցնում է Չինաստան, Պակիստան, Հնդկաստան, Տաջիկստան սահմանագլխի անմիջական մոտակայքում եւ օրինակ Աֆղանստանի կողմից այդ մայրուղին վնասելը խնդիր չէ։ Ես դա Պամիրի գոտին է, ես մի քանի տարի առաջ առիթ ունեցել եմ այցելել այդտեղ եւ ուսումնասիրել իրավիճակը։ Շատ բարդ ռելիեֆի մեջ գործող մայրուղի է, որը իրականում եթե թշնամական շահերի համատեքստում վերացնելու խնդիր լինի, այն հնարավոր է վերացնել եւ կապը Պակիստանի եւ Չինաստանի միջև ցամաքային առումով խզվելու է։ Նույնը, ասենք, հարավում, արևմուտքում Պակիստանյան Բելուջիստանի խնդիրն է, որը փոխկապակցված է նաև Իրանյան Բելուջիստանի հետ եւ այնտեղ անջատողական շարժումներ են Աֆղանստանում իշխանության եկած թալիբները կարող են համագործակցել բելուջների հետ եւ այդ դեպքում Պակիստանի համար խնդիրներ կառաջանան։ Այդ պատերազմական գործողությունը գուցե նախաբան է, ուժերի փորձարկում է եղել եւ հետագայում Իրանում ծավալված գործողությունների ֆոնին մոռացվել է այսօր։ Բայց սա գործոն է, որը կարող է գործարկվել ավելի ուշ եւ միգուցե ավելի ուշ Իրանում ծավալվող իրադարձություններին զուգահեռ եւ Իրանի ներքին իրավիճակի վրա
ազդեցության մեծ պոտենցիալ ունեցող մի բան է սա։ Իսկ Իրանում ծավալվող գործընթացները պատերազմը եւս այս տրամաբանության կոմունիկացիոն տրամաբանության մի մաս են, թե այստեղ կա այլ տրամաբանություն ավելի Այստեղ կան նաև այլ հարցեր, որոնք կապված են Իրано-չինական հարաբերությունների հետ։ Այ ինչպես ասենք իրանյան ներկայություններ Սիրիայում, Լիբանանում, Գազայի հատվածում Իրանի արտաքին ազդեցության գործիքը հանդիսանում, նույն կերպ Իրանը Չինաստանի համար իր ազդեցության գործիքներ Պարսից ծոցում եւ ավելի լայն առումով եւս, որտեղ նրանց համագործակցությունը տարածաշրջանային բնույթ չուներ միայն, այսինքն դրանից դուրս եւս նրանք միմյանց շահերը կարողացել են տեսնել եւ աջակցել միմյանց։ Այսինքն Իրանի գերապետության վերացումը դա զուտ Իսրայելի խնդիրն էր, որպես այդպեսին գոյաբանական առումով, բայց Միացյալ Նահանգների խնդիրն է գոյաբանական առումով Չինաստանի հետ մրցակցությունը հաղթելու տեսանկյունից։ Իսկ թրիպը այս ամբողջ պատկերի համատեքստում, եթե դիտարկում ենք, արդյոք հավելյալ կարևորություն չի ստանում որպես կոմունիկացիոն նախագիծ առաջին հերթին ԱՄՆ-ի, ինչու ոչ հետագայում Չինաստանի համար, որպես պոտենցիալ գործարքի մաս ԱՄՆ-Չինաստան, եւ արդյոք դա չի նշանակում, որ այս պահին, եթե թրիպը շարունակելու է իրականանալ եւ հստակ իրականացում է ստանելու արդեն հողի վրա, տարածաշրջանում ավելի ճիշտ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը անբեկանելի ընթացք է ստանում։ Թրիպը դեռևս գործարկված չէ։ Եթե գործարկվի։ Եթե Իրանում Միացյալ Նահանգները հասնեն իրենց կողմից դրված նպատակներին եւ այնտեղ իշխանափոխություն տեղի ունենա, ապա թրիպի նշանակությունը եւս կզրոյանա։ Ես դա ուզում ձեզ հարցնել, մյուս հարցը Մելիք է։ Այո, եթե հասնի թրիպը ակտուալությունը կգործնի։ Այո, եթե նպատակին հասնեն այնտեղ, թրիպը ակտուալությունը կգործնի։ Իսկ նպատակին հասնելը ունի մի քանի տարբերակ, մի քանի սցենար։ Սցենարներից մեկն այն է, որ Իրանի տարածքային ամբողջականությունը պահպանվում է եւ այնտեղ իշխանության գալիս է այնպիսի թիմ, որը լիովին պատրաստ է սպասարկելու Միացյալ Նահանգների պահանջներն ու շահերը։ Բայց կարող են իրադարձությունները զարգանալ նաեւ Իրանի մասնատման ճանապարհով եւ այդ դեպքում եթե պետք է գոյավորվեն թուրքական, քրդական, արաբական, բելուջական հատվածները եւ բուն պարսիկներով բնակեցված երկրի միջնամասը, որը ելք ունենա դեպի ծով, եթե նման բան տեղի ունենա, ապա կրկին թրիպի խնդիրը կվերանա այն առումով, որ Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ կապող օղակ կարող է դառնալ այդ Իրանից անջատված տեսականորեն թուրքաբնակ հատվածը։ Կնկարագրեք այդ պոտենցիալ երթուղին, հա, որը թրիպին կարող է փոխարինել Իրանի տարածքով։ Ոնց է դա լինելու։ Թուրքիա, Իրան, Իրանի երևի հյուսիսային մասը, հա։ Այո, Թուրքիա, Թավրիզ, կարող է դա լինել, այո, Թուրքմենստան, կարող է լինել Աֆղանստան, նայած այնտեղ ինչ հարաբերություն, այսինքն եթե Աֆղանստանը կարողանա իմ ասած այդ մայրուղու հանդեպ իր վերահսկողությունը սահմանել եւ հանդես գալ որպես Միացյալ Նահանգների դաշնակից, որտեղ Չինաստանը այս պահին հանդես է գալիս որպես Պակիստանը հանդես է գալիս որպես Չինաստանի դաշնակից։ Եթե Աֆղանստանը այդ առումով դեր ստանձնի, ապա ճանապարհը կարող է Թուրքմենստանը շրջանցելով մտնել Աֆղանստան, այնուհետև Ուզբեկստանով կամ Թաջիկստանով դուրս գալ դեպի Չինաստան։ Այսինքն ստացվում է, որ Աֆղանստան-Պակիստան այս հակամարտության շանգալուխը եւս թաղված է կոմունիկացիոն նախագծերի հիմքում։ Այդպես է ստացվում։ Շան մի թաթը հաստատ։ Կարող է եւ գլուխը, որտեվ այդ տարածաշրջանում էլի շատ շահեր են բախվում եւ աշխարհակաղակական տեսանկյունից այնտեղ առաջացող կոնֆլիկտը միանգամայն օգտագործելի է նաև տնտեսական առումով թե Միացյալ Նահանգների, թե Եվրամիության համար, այսինքն
հարուստ հեռանկարը պարունակող հակամարտություններ կարող են ծնվել այնտեղ։ Պարոն Մելիքյան, բայց միգուցե այդ դեպքում ուղղակի որպես վարկած թրիպը ոչ թե եթե Իրանում լինի իշխանապահություն եւ պրոամերիկյան ժողովրդական իշխանություն հաստատվի, թրիպը ոչ թե կկորցնի ակտուալությունը, այլ ուղղակի կստանա որպես հերթական այլընտրանքային նախագծի գործոնի կարգավիճակ։ Ում համար։ ԱՄՆ-ի համար։ Դե ԱՄՆ-ն Եվրամիության համար։ ԱՄՆ-ն այս պահին եթե այդ տարբերակը գնա եւ Իրանը տրոհվի մասերի դրա կարևորությունը այդքան հնարավոր չի լինի մեծացնել եւ թողունակության տեսանկյունից եւ կոմունիկացիաների այո կոմունիկացիաների բացակայությունը այսօր այսինքն սա հեռանկարի խնդիր է բոլոր դեպքերում այնտեղ պետք է դեռ շատ բան կառուցվի երկաթուղի անցկացվի ճանապարհներ անցկացվեն գազա ու նավթամուղերի ճանապարհ դառնա բայց այդ ամենը չի լինի, քանի դեռ բաց չի Իրանի խնդիրը, ինչ է դառնալու։ Կամ եթե Իրանի խնդիրը ձգձգվի։ Եթե տեսանելի լինի, որ այնտեղ հակամարտությունը ձգվում է եւ Միացյալ Նահանգները չեն կարողանում որևէ բանի հասնել, բայց նաեւ խաղաղություն չի հաստատվում, սկսվում են ներքին խժդժություններ, նաեւ զինված բախումներ կենտրոնախույս ուժերի եւ Թեհրանի զորքի միջև այդ դեպքում տրիպը կարող է այո դառնալ գործոն կարճաժամկետ հեռանկարում առնվազն այսինքն բոլոր պատերազմները առնվազն մեծ մերձավոր արևելքում հա այս մեծ տարածաշրջանում մեծ հաշվով ունեն գրում են կոմունիկացիոն բնույթ կոմունիկացիաների համար է գնում պատերազմը գնում է առևտրի համար Առևտուրը ճանապարհներով է ապահովում է այո այսինքն պատահական տեղերում չեն ցակում պատերազմները սա մենակ կոմունիկացիայի խնդիրը չէ այսինքն ծոցի պատերազմը վերածվեց նավթային ճգնաժամի Չինաստանի արտադրությունը Չինաստանում մեծ կախում ունի ծով կդառնա արտահանման բացակայության պայմաններում Այսինքն այդ տեսանկյունից կոմունիկացիաները օժանդակ են եւ իհարկե քրիտիկական նշանակություն ունեցող գործոն են, եթե կա ապրանքը եւ կա այդ ապրանքի սպառողը, բայց չկա ճանապարհը, որով այդ ապրանքը կհասնի սպառողին։ Պարոն Մելիքյան, իսկ այս բոլոր պատերազմները կոմունիկացիաների համար, որոնց յետևում ինչ խոսք անշուշտ կանգնած է հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թրամփի համար դա միջոց է Դա խաղաքարտ է, որ այն ցանկանում է Սի Ցզինպինի հետ բանակցություններում ապրիլին սպասվող բանակցություններում առնվազն դնել սեղանի վրա եւ ինչու ոչ փորձել վաճառել Չինաստանին, թե դուք չեք դիտարկում այս Չինաստանի հետ Միացյալ Նահանգները հավասար հարաբերություններ ունենալ չեն կարող։ Նրանք պետք է գերակա դիրքում հանդես գան։ Գործարքը ենթադրում է հավասարազոր գործընկերների հարաբերություններ։ Եվ այդ գործարքը, որին Թրամփին գնում է, որի ուղղությամբ Թրամփը գնում է։ Թրամփը չի գնում գործարքի։ Թրամփը գնում է իր հակառակորդի տվյալ դեպքում Իրանի կապիտուլյացիայի։ Բայց դրա համար գործարքը չէ պետք։ Դրա համար գործարք պետք չի։ Դրա համար պետք են այն պայմանները, որում հակառակորդը անձնատուր կլինի։ Իսկ այդ առումով ուժային ներգործությունը առայժմ միակ իրական գործիքն է, որի միջոցով Միացյալ Նահանգները պատրաստ են իրենց ուզածին հասնել։ Եվ ընդ որում այս պայն ուրիշ ճանապարհ չունեն իրականում։ Ինչքան էլ խաղաղության մասին խոսվի։ Էլ չեմ ասում Իսրայելի մասին։ Այսքան ջանք թափելուց հետո չհասնել հիմնական նպատակին Իսրայելի համար առավել եւս վարչապետ Նեթանյահուի համար չլինելի բան է։ Եվ այդ հարցը չեմ կարող տալ, չնայած արդեն գիտեմ ինչ եք պատասխանելու, պարոն Մելիքյան, Հայաստանը այս ամենը ինչպես պետք է դիրքավորվի։ Մենք հիմա մի հատ պատկեր նկարագրեցինք, հա, դուք նկարագրեցիք այդ պատկերը իմ համեստ օգնությամբ, հիմա Հայաստանը այս ամեն ինչում ոնց պետք է իրան պահի։ Խաղադրույքը որտեղ պետք է դնի
ում հետ պետք է ունենա գործընկերային հարաբերություն, ումից պետք է դիստանցավորվի։ Չգիտեմ դա վատա թե լավ, այսօր Հայաստանը ընդունակ չի խաղադրույք անել։ Այսինքն մեծ հաշվով Հայաստանի վիճակն այնպիսին է, որ նա տարվել է հոսանքին եւ պարզապես փորձում է որևէ մեկին չգրգռել։ Խաղադրույքին գործը չի հասնի։ Որտեվ խաղադրույք անելու համար պետք է ունենանք քաղաքականություն մշակելու եւ վարելու ունակ վերնախավ քաղաքական։ Այդ վերնախավի տարբեր սեգմենտները պետք է գոյություն ունենան եւ կարողանան նաեւ փոխգործակցել անգամ միմյանց հակադրվելով։ Մենք դա չունենք եւ դա նշանակում է, որ մենք մատնված ենք այս աշխարհակաղակական վայրի վերումների ալիքների կմաջիկին։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրներ Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։